Արագած, Արարատ, Սիփան, Էլբրուս, Կազբեկ, Կիլիմանջարո, Մոնբլան, Մաչու Պիկչու եւ եւս 10 լեռնագագաթ հասած Գևորգ Գասպարյանը հիմա էլ մոլորակի ամենաբարձր լեռը Էվերեստն է նվաճել եւ աշխարհի տանիքին ծածանել Հայաստանի եռագույնը։ 8848 մետր բարձրությունը հաղթահարել է 57 օրում, կռիվ տալով ահռելի սառցաբեկորների, մահվան ու 40 աստիճան ցրտի դեմ։ Շատ դժվար էր դրոշը պահել գագաթին, որովհետև սաստիկ քամի էր, մենք գիտենք, որ քամի է լինելու 40-ից 50 կմ/ժ արագությամբ, բայց դա միակ եղանակային պատուհանն էր այդ օրերին, որի ընթացքում հնարավոր էր գագաթ հասնել, եւ երբ որ դրոշը բացեցի, բնականաբար ոչ մի կերպ հնարավոր չէ լինում այնպես պահել, որ ամբողջությամբ դրոշը երևար եւ բոլոր մեր եռագույնի գույները երևար եւ ստիպված երկար վիդեո ենք արել եւ հետո վիդեոից արդեն ընտրել ենք այն հատվածը, որի ընթացքում դրոշը գոնե կիսով չափի երևում է։ Վերելքը կատարել են լեռնագնացների 15 հոգանոց խմբով, հայ են եղել ինքն ու ընկերը։ Անձնագազմի մեծ մասը թեև փորձառու են, վտանգներից խուսափել չի ստացվել։ Մեկի մատերն են ցրտահարվել, չի կարողացել շարունակել, մյուսն ընկել է սառցաշերտի մեջ, կոտրվածքներ ստացել, գագաթ են հասել 5 հոգով։ Ամեն րոպե ուղղաթիռը գալիս էր, ինչ-որ մեկի վերցնում տանում էր եւ այս ամեն ինչը քո վրա շատ մեծ հոգեբանական ճնշում է գործադրում ամբողջ ճանապարհի վրա, որտեղ չգիտես կարող հաջորդը դու լինես։ Լեռներ նվաճելը Գևորգի համար եւ սեր է, եւ սպորտ, եւ ամեն անգամ ինքն իրեն հաղթելու վայրի ցանկություն։ Էվերեստն իր սառցաբեկորներով մի այլ փորձություն էր՝ լեռնային հիվանդությունների ցրտահարվելու, թթվածնային քաղցից շնչահեղձ լինելու եւ բազմաթիվ այլ վտանգներով։ Բայց աշխարհի տանիքը մագլցելու գիրքը ոչ միայն վախենալու տեղ չի թողել լեռնագնացի մոտ, այլև վերջին պլան է մղել բոլոր ռիսկերը։ Միշտ ստատիստիկայի նայում եմ ընտրելուց առաջ, թե ուր եմ գնում, մահացության տոկոս, այցելուների թիվ եւ այլն, այդ ամեն ինչ շատ կարեւոր է իհարկե, եւ բնականաբար լեռների ընտրության հարցում առաջինը ֆիզիկական պատրաստությունն է։ Իհարկե թթվածնի պակաս եղել են, գլխացավեր եղել են, անքնություն, ճնշող օրգանիզմի երևույթներ, որոնք դրսևորվում են միայն նմանատիպ բարձր լեռնային պայմաններում։ Հրաշքով է փրկվել բազային ճամբարիչներից հայտնվելով ձնահոսքի ճիրաններում։ Շերպաները, այսինքն իրեն ուղեկցող անձինք, որ աստիճանների պարանները ձգել են լանջից լանջ Գևորգի անցումն ապահովելու համար, սառցահոսքից վախենալով պարանները թողել փախել են։ Գևորգը աստիճանների վրա մոտ 30 վայրկյան մնացել է սառցաճեղքի արանքում, թափվող քարերի տակ, շունչը պահած։ Մտածում եմ աստիճաններից չընկնեմ, միակ կենտրոնացումս այդ ուղղությամբ էր, որովհետև դե պարան արդեն չունեի, որով կարող էի հավասարակշռությունը պահել, որովհետև իրենք թողել եւ փախել էին, եւ ուղղակի սենց անշարժ կանգնած էի այդ աստիճանի վրա, մինչեւ այդ քարաթափությունը կավարտվեր, որովհետև եթե նույնիսկ մեկ քար դիպը չէր կամ ինձ կամ աստիճանին, բնականաբար կընկնեի արդեն դեպի ներքև։ Վերելքը դժվարացրել է նաև 40 կիլոգրամանոց ուղեբեռը, ծանր համազգեստն ու մոտ 3 կիլոգրամ կշռող կոշիկները։ 7 կիլոգրամ քաշ է կորցրել, օրգանիզմը ջրազրկվել է, հիմա վերականգնվում է։ Լեռնագնաց կինն ու զավակներն օգնում են արագ հաղթահարելու սթրեսը։ Միշտ մտածում ես, որ ցանկացած պարագայում դու պետք է հետ վերադառնաս եւ այդ ստապ գիտակցությունը չկորցնես։ Իմ ընկերներից մեկը լեռնագնաց շատ հետաքրքիր կոմենտ էր գրել ֆոտոներից մեկի տակ ու մաղթանք, որ գրել էր քեզ ստապ գիտակցություն եմ մաղթում։ Դա ամենակարևորն է, որպեսզի այդ տենդը քեզ չտանի այդ իրավիճակում եւ ցանկացած պարագայում հիշես, որ տանը քեզ սպասողներ կան։ Լեռնագնացի նվաճումները սրանով չեն ավարտվում։ Պատրաստվում է առաջիկա տարիներին Հայաստանի դրոշը բարձրացնել նաև Անտարկտիդայի, Ավստրալիայի եւ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթներին։ Դեպի Էվերեստ վերելքը նաև բարեգործական էր։ Գևորգը դրամահավաք էր հայտարարել 3 անօթեղան ընտանիքների համար տուն ձեռք բերելու նպատակով։ Առաջին տան գումարը գրեթե հավաքվել է։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։